Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆին և նրա միջոցով տեղեկություններ ու լրացուցիչ ուղերձները փոխանցել Դոնալդ Թրամփին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Պուտինը պաշտպանում է Միացյալ Նահանգների նախագահի դիրքորոշումն Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն մատնանշել է հարցեր, որոնց պատասխանը պետք է միասին գտնել։ Ուկրաինայում կարգավորման հարցում զգուշավոր լավատեսության հիմքեր կան, հավելել է Պեսկովը։ Երեկ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։ Ռուսաստանի նախագահը նշել էր, զինադադարի համար երաշխիքներ են պետք։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիան հայտարարել է, որ Կիևը սկսել է ազգային թիմ ձևավորել, որը կմշակի համապատասխան ընթացակարգեր, հնարավոր հրադադարը պատշաճ կերպով վերահսկելու համար։ Սա չափազանց բարդ գործընթաց է և ռուսական կողմից հնարավոր սադրանքներից խուսափելու համար մենք պետք է պատրաստ լինենք, նշել է դիվանագետը։ Նա հիշեցրել է Մինսկի գործընթացի բացասական փորձը, երբ բազմիցս հայտարարվել է հրադադար, որը Մոսկվան խախտել է։ Հետևաբար այժմ ամեն ինչ միտված կլինի ապահովելու, որ ուկրաինական կողմը պատրաստ լինի համապատասխան թիմերով, համապատասխան զարգացումներով, եղանակներով, ներառյալ Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղության հասնելու համաձայնագրի կամ ծրագրի ապագա տեսլականը և իհարկե Ուկրաինայի անվտանգության երաշխիքների փաթեթի պարամետրերն ու շրջանակը, նշել է Ուկրաինայի արտգործնախարարը։ Նա նաև նշել է, որ Կուրսկի մարզում ուկրաինական ռազմական գործողությունը շարունակվում է։ Նրա խոսքով ուկրաինական բանակը հասել է կարևոր մարտական նպատակների։ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշարան մայրաքաղաք Դամասկոսում ընդունել է թուրքական բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում են արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալինը։ Թուրքական պատվիրակությունը նախագահ Աշարայի հետ քննարկել են թուրք-սիրիական երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա զարգացումները։ Իրանը ստացել և ուսումնասիրում է ԱՄՆ նախագահի նամակը։ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի Իրանին ուղղված նամակի մանրակրկիտ գնահատումից և վերանայումից հետո որոշում կկայացվի, թե ինչպես արձագանքել դրան։ Անդրադառնալով Իրանին ուղղված ԱՄՆ նախագահի նամակի բովանդակությանը, Իսմայիլ Բաղային հավելել է, որ նամակը ստացել են երեկ երեկոյան։ Նամակը փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականը չորեքշաբթի օրը Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ։ Մարտի 7-ին Fox Business News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին։ Պեկինում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների տեղակալները հանդիպում են ունեցել, օրակարգում եղել է Իրանի միջուկային ծրագիրը և եռակողմ համագործակցության տարբեր հարցեր։ Ըստ ռուսական կողմի հաղորդագրության, Մոսկվան, Պեկինը և Թեհրանն ընդգծել են Իրանի միջուկային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների դեմ սպառնալիքների և ռազմական ուժի կիրառման բացարձակ անթույլատրելիությունը։ Հանդիպումից հետո Չինաստանի փոխարտգործնախարարը լրագրողներին հայտնել է, որ բոլոր կողմերը պետք է հավատարիմ լինեն լուծելու ստեղծված իրավիճակի բուն պատճառները և հրաժարվելու պատժամիջոցներից, ճնշումներից կամ ուժի սպառնալիքից։ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում նշանակել է իր առաջին ռազմական կցորդին։ Մեծ Բրիտանիայի դեսպանատան X-ի սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Գևին Թարբարդը։ Այս պատմական քայլն արտացոլում է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև գործընկերության ամրապնդումը և այն կնպաստի պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը, ասված է հայտարարության մեջ։ Մերի Ներսիսյան, լուրեր։